Գիտեք, որ թափառախմբի հետ Նիկոլ Փաշինյանը այցերի մեջ, հա, մարզային անունը դրել են պրայմերից ներկուսակցական կամ քարոզարշավ, բայց ինքնին հասկանալի է, որ մարդամեջ դուրս գալու եւ հասարակական տրամադրությունները շոշափելու խնդիր էր լուծում։ Հիմա Գեղարքունիքի մարզում էին եւ ահա մեկը մոտենում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ որոշ այցի որոշ դրվագներ լայվով հեռարձակվում է, ամեն ինչի չի որ կարողանում են մոնտաժել կամ բեմականացնել, մոտենում է մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, ու արտաքինից էլ տեսանելի է, որ մարդը առողջական խնդիրներ ունի եւ ասում է. ինձ ինվալիդ սարքեցիր, էլ ինձ բուժում չկա։ Նիկոլ Փաշինյանին ասել է քթի հատվածում վիրակապ դրած մի քաղաքացի, նա նշել է, որ դեռ 2018-ին դիմել է այն օրերի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, խնդրելով աջակցություն վիրահատության հարցում, սակայն ըստ նրա մեծ գումարների հետևանքով չի կարողացել բուժում ստանալ։ 69 տարեկան եմ, էլ ինձ բուժում չկա, 4-րդ ստադիան է, ըստ երևույթին քաղցկեղա մարդը, դու կով եք, ասել է տղամարդը, եւ ես այդ կադրերը տեսել եմ անձամբ, այսինքն միայն այս շարադրանք նոր չեմ ծանոթանում, իսկապես այդ պահին Նիկոլ Փաշինյանը ասելիք չուներ, դե բնականաբար Արսեն Թորոսյանն էլ գործող առողջապահության նախարարն էլ ինչ-որ անհետ պատճառաբանություններ են բերում։ Դե անհետ պատճառաբանությունները չգիտեմ, բայց ես անձնապես ինքս եմ առնչվել Արսեն Թորոսյանի այդ նույն վարքագծի հետ, մահաբեր վերաբերմունքի հետ, երբ որ ես ժամանակին աշխատում էի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնում որպես պետծառայող, երբ որ իմ ծառայության կես տարին լրացավ, ինձ ընդգրկեցին պետպատվերի այդ շրջանակներում որպես շահառու ու պայմանը այնպես էր, որ երբ որ ես գործից կազատվեմ, եւս կես տարի այդ իմ պետպատվերի փաթեթը դեռ գործելու է, այսինքն կես տարի ես կարող եմ բուժվել, զնվել, հանգստանալ, որտեվ անվանական այդ փողը իմ անունով արդեն իջացվել էր։ 2019 թվականի մայիսի 1-ին ես դուրս եմ գալիս աշխատանքից, իսկ քանի որ ես գտնվում եմ քաղցկեղի այդ վտանգված խմբում, ես բավականին ուշադիր եմ իմ առողջության նկատմամբ։ Եվ հունիս ամսին, այսինքն 1 ամիս անց, ես գնում եմ իմ օրինական պետպատվերի զնմանը։ Ու բանից պարզվում է, որ Արսեն Թորոսյանի հրամանով ինձ զրկել են իմ պետպատվերից։ Ու բոլոր փորձերս հասկանալ պատճառը, վերադարձնել ինձ իմ հասանելի բան ասին, գիտեք ինչ մաքսիմում ինչ կարող ենք անել, ձեզ եւս 2 ամիս տրամադրել, ասում աղջիկ ջան, 2 ամիս եւ կես տարին, դա տարբեր բաներ են, ու քո տնից չեմ, քո գրպանից չեմ այդ փողը հանում, այդ փողը անվանական իմ հաշվեհամարին պետք է լինի։ Մի խոսքով, տենց Արսեն Թորոսյանը իմանալով, որ ես այդ խմբում եմ, որովհետև իմ պատմության մեջ երևում է, ինչ թեմայով եմ վիրահատվել, ինչ բուժում եմ ստացել, երևում էր, որ դա իմ համար կենսական նշանակություն ունեցող թեմա է։ Ինքը բացարձակապես ոչ մի տարակուսանք անգամ չապրեց, շատ գեղեցիկորեն կտրեց իմ պետպատվերը։ Էսա Արսեն Թորոսյանը։ Այսինքն մարդու ասածը հաստատապես ճիշտ է։ Միանշանակ ես ոչ մի վարքյան կասկածի տակ չեմ դնում, առավել եւս, որ այն հին վատ իշխանությունների ժամանակ քաղցկեղը միշտ եղել է պետպատվերի տակ։ Միշտ։ Իմիջիալից սա ցույց է տալիս այս իշխանության հակասոցիալական բնույթը։ Հակամարտկային։ Այդ իմաստով եմ հակասոցիալական բառը ասում, ընդհանրապես միայն եթե հիմա շատ չխորանանք այդ ձախողված այսպես կոչված բարեփոխումների մասին չխոսենք կամ այլ դրսևորումների, այս նման աղքատ հասարակության մեջ նրանք նման կլորիկ պարգևավճարների փաստը արդեն ինքնին այս իշխանության սոցիալական էությունը վատ իմաստով ամբողջովին բացահայտում է։ Իրանք իրենց ավելի են վարձատրում,
կոմֆորտի իմաստով, քան նույնիսկ եվրոպական շատ երկրների նախարարներ են ուրեմն վարձատրվում։